ուսումնասիրի եւ լրիվ ամբողջական բազի ինչա տեղի ունեցել, ըստ էության մի քանի անգամ վարույթի ժամանակ բարձրաձայնվել է հետևյալ դեպքը, մենք կարող էինք հանձնաժողով ներկայացված տեղանները ընդունենք որպես ճշմարտացիության կանխավարկած եւ դրա շրջանակներում լիցենզիայի ձեռքին կարող դասումներ ավելին։ Սրա արգումենտը ունի իր մեջ բովանդակային սխալ, որովհետև այդ տեղեկատվությունը նախորդ անգամ նշեցի, ներկայացվել է ընկերության ժամանակավոր կառավարչի կողմից, ով նշանակվել է հանձնաժողովի կողմից եւ ինքնին տրամաբանական կառուցվածքը վարույթ եմ հարուցում ձեր մոտ նշանակում եմ տնօրեն ժամանակավոր, ինքը ինձ գրում է, որ այդ կազմակերպության լիցենզիա պետք է զրկենք եւ դա ընդունում եմ որպես ճշմարտացի ու դրա հիման վրա զրկում եմ, չի կարող լինել որևէ օրենքի հիմք, դա կլինի ուղղակիորեն սեփականազրկման դասական օրինակ սահմանադրայի երևական իմաստով դեպի լիցենզիայի եւ այլ իմաստով։ Հետևաբար հանձնաժողովը երբ որ քննարկման ավարկա պետք է դասի լիցենզիայի ձեռքերի կամ այլ պատասխանատվություն կիրառելության կասացած, պարտավոր է քննարկման ավարկա դասներից ոչ միայն ինչ որ ժամանակավոր կառավարիչը այն է իր կողմից նշանակված մարդը իրեն տեղեկացրեց, այլև տվյալները ստուգի, պարզի, որովհետեւ մի հատ կետ էլ կա, որ Ռոմանոս Պետրոսյանը չհանդիսանալով հանձնաժողովի անդամ աշխատակից ենթակա անձ չունենալով պարտավորություն, չլինելով հանձնաժողովի մաս, ինքը ապացույցներ ձեռք բերելուց ամեն դեպքում հանդես չի գալիս որպես հանձնաժողով, մանավանդ որ ես ինչպես նշեցի, այդ ապացույցները ճակատավոր եմ օգտագործում ձեռք են բերել հիմնականում նույնիսկ ոչ իր կողմից, ուրիշ մարդիկ ինչ որ հարցաքննություններ են արել, մենք ուղարկել ենք։